Վիճակատագրական սխալներ չեն գործել այս ընթացքում։ Ինչ նկատի ունեք։ Կոնկրետ օրինակ բերեք։ Վիճակատագրական սխալ չի իշխանության։ Որ իրավիճակը։ Կոնկրետ գործողություն։ Ով է հանձնել։ Ով է հանձնել։ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Հարց եմ տալիս։ Իսկ ներառված չի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ձեզ եմ հարցնում։ Ներառված չի։ Չէ, եթե մտնում եք այս դաշտ, ուրեմն ակնկալում եմ, որ նաև դուք պատասխանեք այդ հարցադրմանը։ Ինչ հարցադրում։ Ղարաբաղը ներառված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, թե ոչ։ Այ երբ մենք խոսում ենք իմաստնանալու եւ սխալները հասկանալու, գիտակցելու մասին, նաև ես համատեքստում եմ խնդրում, որ դուք դա դիտարկեք։ Նորից եմ ասում, դուք ասացիք, որ Արցախը հանձնվել է Պրահայում, ճիշտ է։ Ով ասաց։ Դուք ասացիք։ Խնդրում եմ դա հիմնավորեք։ Միջև Արցախը եղել է հայկական երկրորդ հանրապետություն։ Ինչպես։ Չէ, դե հիմա պնդում են անում, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հանձնել է Ղարաբաղը, ճիշտ է։ Դե եթե դուք նման պնդում եք անում, նաև պիտի փաստարկեք դա։ Աշխարհը կառավարվում է, աշխարհը եւ գլոբալ քաղաքականությունը կառավարվում է շատ կոնկրետ կանոններով։ Հայաստանը այս փուլում վերջին առնվազն 5 տարիներին առաջնորդվում է խաղի այն կանոններով, որոնք սահմանված են աշխարհի կողմից։ Եվ դա է նաև բացառապես պատճառ հանդիսացել, որ այսօր Հայաստանի շուրջ եւ Հայաստանի նկատմամբ ձևավորված է վստահության բարձր մակարդակ։ Որովհետեւ եթե չլիներ այդ վստահության բարձր մակարդակը, չէին լինի նաև այն բազմաթիվ դրական զարգացումները, որոնք Հայաստանի շուրջ տեղի են ունենում աշխարհի տարբեր գերտերությունների հետ հարաբերություններում։ Սա է իրողությունը։ Փաշինյանը խոստացել է, որ 2050 թվականին Հայաստանը պետք է ունենա 5 միլիոն բնակչություն։ Այս արտագաղթի պայմաններում ում կամ ինչի հաշվին պետք է ապահովի։ Արտագաղթի ինչ ցուցանիշներ կան, ես լավ չեմ ծիրապետում իր պաշտոնը, կասեք։ Չէ, մի հատ կասեք, ցուցանիշները կբերեք։ Արտագաղթի մեծ, ասացիք, հոսք կա, ես ուղղակի չեմ ծիրապետում վիճակագրությանը։ Ինչ 2024-25 թվականին քանի մարդ է արտագաղթել։ Ես անկեղծորեն ուզում եմ իմանալ։ Օրինակ Արցախի ներկայացուցչությունում ասում են, որ հիմնականում արցախցիները հեռանում են նրանք հետ, հա, այստեղ ոնց որ բնակիչներ են Հայաստանի Հանրապետության ու կոնկրետ արցախցիները արտագաղթան, քանի պայմաններ չկան։ Դժբախտությամբ պիտի արձանագրեմ, որ ձեր մեջ բերած մարդկանց հավատալու որևէ պատճառ չունեմ, բայց ինչ վերաբերում է դեմոգրաֆիական խնդիրներին, ես կարող եմ ասել, որ մեր քաղաքականությունները միտված են ծնելիության թվի ավելացմանը եւ դրա ցցուն օրինակներից մեկը 3 կառավարության նիստում կայացված որոշումներ, որը պետք է խրախուսի, զգալիորեն խրախուսի ծնելիությունը մեր երկրում։ Օրինակ սա մեր քայլերից մեկն է, այդպես ենք մենք պատկերացնում մեր բնակչության թվի ավելացումը։ Բայց մի բան էլ ասեմ, ներողություն եմ խնդրում, ուղղակի միտքս կտրվեց։ Պետք է ասեմ, որ մեկ այլ ոչ պակաս կարևորագույն գործոն է բացի բնակչության թվի ավելացումը խրախուսելուց, խաղաղության պայմաններում ուրեմն գոյակցությունը եւ կառավարության կարևորագույն եւ ռազմավարական քայլերից մեկն այն է, որ հաստատակամորեն մենք գնում ենք մեր տարածաշրջան երկարատև խաղաղություն բերելու։ Մենք հավատացած ենք, որ հարատև կամ երկարատև խաղաղությունը նախ եւ առաջ համար 1 գործոնն է լինելու մեր հայրենակիցների ոչ միայն Հայաստանում իրենց ապագան եւ երազանքներ իրականացնելու վայր դիտարկելուն, այլև ընդհակառակը նաև Հայաստանը դիտարկվելու է որպես մի երկիր, որտեղ կարելի է վերադառնալ, աշխատել եւ հարստանալ ու ապրել երջանիկ։ Ես ուղղակի խոստացել էի։ Խաղաղության մասին եք խոսում, արժևում դելիմիտացիայի ընթացքում Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամ հայտարարում է, որ Ադրբեջանը տարածքներ ունի, որ Հայաստանի վերահսկողության ներքո են։ Անեն Սիմոնյանը թիվ հնչեցրեց 110 քառակուսի կիլոմետր։ Դուք որպես թիմի անդամ հետաքրքրվել եք, թե
ինչ տարածքների մասին է խոսքը, ինչ չափի տարածքներ կան։ Անշուշտ։ Հարցնում եք հետաքրքրվել եք, ասում եմ այո։ Այդ տարածքները որտեղ են։ Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ իմ այլ գործընկերներ հստակ, որովհետև մենք խոսում ենք շատ նրբազգայուն թեմայի մասին եւ ես որևէ պարագայում չեմ ցանկանա կոնկրետ թիվ հնչեցնել, այո, դա իրողություն է, մենք առերեսվում ենք այդ իրողության հետ եւ այդ հարցը պետք է լուծվի դելիմիտացիայի, դեմարկացիայի միջոցով։ Կոնկրետ քանի քառակուսի կիլոմետր տարածքի մասին եք, խնդրեմ, որ իմ այլ գործընկերների հնչեցնեք, որոնք կոմպետենտ են։ Ինչպես։ Այս անկլավների մասին է։ Դուք հիմա ուրիշ հարց տվեցիք։ Դուք ուրիշ հարց տվեցիք։ Ասացիք, նորից կձևակերպեք ձեր հարցը, ասացիք ադրբեջանական ուժերի կողմից, դա ուրիշ հարց է, ես դրան էի պատասխանում, հիմա ուրիշ հարց եք տալ, այդ բոլոր հարցերը հասցեագրվելու են դելիմիտացիայի, այսինքն սահմանազատման, սահմանագծման աշխատանքների շրջանակում։ Այդ դեպքում Ադրբեջանը ինչու է այս թեման անընդհատ քննարկման առարկա դարձնում օրակարգ բերում, եթե կա հանձնաժողով, պայմանավորվածություններ, թե մենք չենք տեսնում, որ ընթացք ստանա, բայց ամեն դեպքում Ադրբեջանը այս թեման բարձրացնում է եւ Արցախաշենը վերադարձնելու մասին բացարձակ չեն խոսում։ Տեսեք, Ադրբեջանը շատ բան կարող է ասել, Ադրբեջանի պաշտոնյաները շատ բան կարող են խոսել, երբեմն նաեւ իրենց ներքին լսարանին հասցեագրելու նպատակով ես չեմ պատրաստվում իրենց հայտարարությունները մեկնաբանել, ես ասում եմ, որն է մեր պլանը, որոնք են այն գործողությունները, որոնց մենք հետևում ենք եւ հաստատակամորեն շարժվում ենք այդ ուղղությամբ եւ մեր միջազգային գործընկերները եւս հստակ արձանագրել են եւ նաեւ սրանով է պայմանավորված հատկապես վերջին տարիներին Հայաստանի դրական իմիջը միջազգային հանրության հետ հարաբերություններում։ Այսինքն ես կարող եմ մեկնաբանել միայն մեր որոշումները, մեր քայլերը եւ մեր անելիքները։ Կամ միջևերջ կմնա այդ պնդումը, որ Արցախաշենը պետք է վերադարձնեն, եթե խոսում են անկլավների վերադարձի մասին։ Նորից եմ ասում, կան մի շարք հարցեր, որոնք իրենց պատասխանները ստանալու են հենց սահմանազատման, սահմանագծման աշխատանքներում։ Իմ պատասխանը թերևս նույնն է լինելու։ Պարոն Հայրապետյան, ասես Հայաստանում քաղ բանտարկյալներ կան, թե ոչ։ Ոչ։ Խոսքի համար կալանավորված մարդիկ։ Բռնության կոչերի համար, այո, կալանավորված մարդիկ։ Մեր ձևը որն է դրա։ Չեմ մեկնաբանի։ Դրա համար կան հստակ մարմիններ, դատական համակարգ, որոնք որ կտան ձեր հարցի պատասխանը։ Միգուցե դատարանը համարի, որ ոչ, եւ պետք է դրա հետ հաշվի նստել։ Բայց կարող է դատարանը համարել, որովհետեւ բազմաթիվ նյուանսներ կան, եւ ես համարում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր անելիքով պիտի զբաղվի։ Ես դատավոր չեմ, բնավ նման հավակնություններ էլ չունեմ։ Իսկ այո, կան մարդիկ, ովքեր բռնության կոչերի համար կալանավորված են, ես ակնկալում եմ, որ ըստ արժանվույն եւ օրենքի ողջ խստության պատասխանատվություն։ Հայրապետյան կներեք։ Կոչի համար է կալանավորված ձեր կարծիքով։ Նորից ասացի, արդեն պատասխանեցի այդ։ Իմ հարցը եւս այդ մասը, երբ որ ասում են մեր ձևով միջամտելու ենք, դուք օրինակ ինչ եք հասկանում դրա տակ։ Անկեղծ ասած, ես դրա տակ շատ կոնկրետ ենթատեքստեր եմ տեսել, բայց նորից եմ ասում, եթե դատարանը կհամարի, որ այն ենթատեքստերը, որ ես տեսել եմ, սխալ են, պետք է դրա հետ հաշվի նստել, թեև անկեղծ ասած չեմ կարծում։ Այս ենթադրությունների մակարդակով ճիշտ է, որ 5 ամիս նա կալանքի տակ մնա եւ ազատությունից զրկվի, դեռևս հանգամանքներ չեն պարզվել, որ իսկապես իր ձևով ինչ որ բաներ նախատեսում անել։ Չեմ պատրաստվում։ Հայկական ժամանակը, որ դատական լիստի ընթացքում գրում է, որ կալանավորված է մնալու, դա նորմալ է համարվում։ Սա դատարանի որոշումներին եւ ըստ փաստաբանների դատավորը հենց այս ծանոթ չեմ հայկական ժամանակ թերթի հոդվածին, կծանոթանամ, գուցե ասելիք ունենամ, այս բան ասելիք չունեմ։ Թրամփի հետ կապ չունի, դա այլ տրամաբանությամբ է քննարկվում։ Սևծովի հատակով եկող մալուխը ինչ կապ ունի Թրիփի հետ։ Կարդացեք, ես չեմ շտապում։ Չէ, ինչը մեկնաբանեմ, դուք կկարդաք, հետո կմեկնաբանեմ։ Ինձ վստահ եմ հարցեր ունեք։ Տեղեկատվական ոլորտի հետ կապված բարեփոխումների, որ
Միացյալ Նահանգները պարապանի թե տեխնոլոգիական։ տեղեկատվական Հա։ Ոչ թեմա։ Մալուխների։ Հա։ Հա, ես ասեմ, որ հիմա կողմնորոշվեք։ Ես տեսեք չեմ շտապում, Սև ծովի հատակով ինտերնետ մալուխի ձեր հարցերը։ Հիմա դուք ձեր հարցին վրա կենտրոնանանք, համեցեք։ Սև ծովի հատակով ինտերնետ մալուխի անցկացման նախագծի իրագործման դեպքում Հայաստանը կարող է դառնալ ինտերնետային տվյալների փոխանցման եւ տարանցիկ հոսքերի ապահովման տարածաշրջանային խոշոր կենտրոն, Սպուտնիկ Արմենիայի ներկայացվել է ԲՏԱ նախարարության կողմից։ Սև ծովի հատակով ինտերնետ մալուխ անցկացնելու գաղափարը Երևանը առաջարկել է դեռևս 2021 թվականին։ Գերատեսչությունում հստակեցրել են, որ ինտերնետ մալուխի անցկացման նախագիծը կարող է համադրվել Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման TRIP հաղորդակցության ծրագրի հետ։ Մենք այդ նախագիծը համարում ենք, որ խաղաղության խաչմերուկ նախագծի, մեգա նախագծի շրջանակներում իսկ իրապես կարևորագույն ենթակառուցվածքը կարող է հանդիսանալ հավելյալ այլընտրանքային ուրեմն ինտերնետ կապուղի հասանելի դարձնելով Հայաստանի Հանրապետության համար, ինչպես նաև շարունակելով դրա ճանապարհը դեպի հարևան երկրներ եւ ինչու ոչ նաև հեռու տարածաշրջաններ, այսինքն այս իմաստով Հայաստանը մեր կարծիքով կդառնա նաև տարանցիկ երկիր օպտիկա մանրացելային կապուղիների համար եւ այս ուղղությամբ համապատասխան աշխատանքներ տարվում են մեր միջազգային գործընկերների հետ, այն երկրների հետ, որոնց տարածքով ենթադրաբար կարող է այդ մալուխը անցկացվել։ Սակայն որևէ հստակ պատասխան ես չեմ կարող տալ ի բնե, որովհետև խոսքը մի նախագծի մասին է, որը ենթադրաբար Ֆրանկֆուրտ քաղաքից կարող է մեկնարկել եւ անցնել հատել տարբեր երկրների սահմաններ եւ բնականաբար յուրաքանչյուր երկիր իր դիրքորոշումը պետք է հայտնի, այս իմաստով պարզապես Հայաստանը գործուն ջանքեր է ներդրել, որպեսզի նմանատիպ նախագծեր իրականանան Հայաստանի տարածքով, որը ել ավելի կբարձրացնի նախ նոր հնարավորություններ կտա բարձր որակի ինտերնետ հասանելիության, ինչպես նաև այն կհանդիսանա նաև ստրատեգիական ենթակառուցվածք Հայաստանի համար, ինչը անուղղակի ձևով բարձրացնելու է ըստ մեզ նաև Հայաստանի անվտանգությունը։ Շնորհակալություն։ Հարց չունեիք, բայց մի հարց տվեցիք։ Եկեք, խնդրում եմ, մի հատ այդ հարցը տվեք, որովհետև օգոստոսի 8-ի հետ կապված դուք հարց տվեցիք։ Կարող է մեզ հետևողների մոտ տպավորություն լինի, թե խուսանավում եմ։ Այդ հարցին էլ պատասխանեմ ու գնամ։ Այո, ես 3 հանդես եմ եկել հայտարարությամբ, մեջբերելով Firebird ընկերության հաղորդագրությունը, մասնավորապես Հայաստանում հարստական բանականության տվյալային կենտրոն կառուցելու վերաբերյալ, եւ կարող եմ ասել, որ այսօրինակ նախագիծը ըստ էության կարծես թե շատ մոտ է իրականություն դառնալուն, բացառապես Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կնքված Հայաստան-ԱՄՆ երկկողմ փոխըմբռնման մասին հուշագրի շնորհիվ։ Այդ հուշագիրը հնարավորություն է տալիս եւ ենթադրում է, որ Միացյալ Նահանգները հասանելի կդարձնեն ամերիկյան բարձր տեխնոլոգիական լուծումները Հայաստանի Հանրապետության համար եւ հղում կատարելով այս փաստաթղթին Firebird ընկերությունը նաև դիմել է արտահանման լիցենզիա ստանալու, որպեսզի այդ գրաֆիկական պրոցեսորները տեղափոխվեն, գնվեն Firebird ընկերության կողմից, տեղափոխվեն Հայաստան եւ գերհամակարգչային կենտրոնը կառուցվի։ Սա մեծ նախագիծ է եւ ես հույս ունեմ, որ այն շատ շուտով իրականություն կդառնա։ Համենայն դեպս սրա համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր առավելագույնը ներդրել է։ Ես շնորհակալ եմ։